Բարև ձեզ։ Եկեք միասին լուծենք while loop-ի վերաբերյալ մեր առաջին խնդիրը, որը հետևյալն է՝ գրել ծրագիր, որ էկրանին 10 անգամ տպում է hello world արտահայտությունը։ Մենք պետք է գրենք ծրագիր, որը գործողություն կկատարի 10 անգամ, մասնավորապես տվյալ դեպքում 10 անգամ պետք է արտածենք hello world։ Հիշենք while loop-ը, while ունի հետևյալ գրելաձևը, while բանալի բառ, այստեղ պետք է գրենք ինչ-որ condition եւ իր մարնում իրականացնենք, այսինքն տվյալ դեպքում արտածենք hello world։ Այս պայմանը, որ հիմա while-ից հետո պետք է գրենք, պետք է տեղի ունենա 10 անգամ։ Եվ դրանից հետո արդեն տեղի չունենա։ 10 անգամ պայման տեղի ունենալու համար մենք կարող ենք այստեղ գրենք համեմատություն, օրինակ 0-ն փոքր է 10-ից, ու այդ 0-ն ինչ որ փոփոխականի մեջ գրենք, որը ամեն անգամ, ամեն իտերացիա ժամանակ մեկով կավելանա, հա։ Այսինքն եթե ես այստեղ գրեմ in փոքր է 10, նախքան այդ in սահման եմ, ասեմ, որ in հավասար է 0, in 0-ից սկսում է, եւ ամեն իտերացիայի ժամանակ i արժեքը 1-ով մեծացնեմ, in հավասար է i + 1, ապա սա կկատարի ուղիղ 10 քայլ։ Մասնավորապես, առաջին քայլի ժամանակ in 0 է, 0-ն փոքր է 10, պայմանը տեղի ունի, կմտնի while-ի մարմնի մեջ, while-ի մարմնում գրված է in հավասար i + 1, in դարձավ այստեղ 1, in հավասար i + 1-ը կարդացվում է հետևյալ կերպ, i նախկին արժեք գումարած 1, i նախկին արժեքը 0 է, գումարում է 1, դառնում է 1, այս մեկը վերագրում է in։ While-ում էլ ուրիշ ոչ մի բան չկա գրված, բարձրանում է condition ստուգելու, պայման ստուգելու։ Մեկը փոքր է 10, այո, փոքր է, մտավ ներս, նորից i նախկին արժեք, որը արդեն 1 է, 1 գումարած 1, 2, 2-ը վերագրում է in, բարձրանում է while եւ պայման ստուգում, 2-ը փոքր է 10, այո, փոքր է, մտավ ներս, i նախկին արժեքը, որը 2 է, 2 գումարած 1, 3, 3-ը վերագրվեց in, հելավ 3-ը փոքր է 10 եւ այսպես 10 անգամ գործողությունը կատարում է։ Եվ մեզ խնդիրն ասում է, որ այս 10 անգամ այս գործողությունը, որ դու կատարում ես, դրա հետ նաեւ մեկտեղ արտածիր, print արա hello world-ը։ Hello world։ Ու քանի որ այստեղ ասում է ամեն անգամ նոր տողի, դրա համար ես ուղղակի գրեմ print hello world, նույնիսկ այստեղ hello world-ից առաջ ես նաև կարտացեմ in, որ դուք տեսնեք i արժեքը նույնպես։ Կամ եկեք արտացենք i + 1-ը, որպես համարակալում այն ստացվի, որովհետև in սկսում է 0-ից, իսկ երբ գրում ենք i + 1, ինքը 1-ից է հաշվարկը սկսելու։ Եթե ես ուղղակի գրեմ այստեղ i, դա լինելու է 0-ից 9-ը, երբ գրում եմ i + 1, արդեն լինում է 1-ից մինչև 10։ Եվ ահա, տեսեք 10 անգամ տպեց hello world, այս համարակալումը դա սա է։ Երբ մենք print-ին տալիս ենք երկու արգումենտ, հիշենք, որ իրանք առանձին իրաց մեջ space-ը ուղարկի դնում։ Եվ ահա վերջ, այս էր ամբողջ խնդիրը։ Հուսով եմ պարզ է եւ հասկանալի, եթե հարցեր ունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ անդրադառնալ, հաջորդիվ դիտարկել ենք մի փոքր արդեն ավելի բարդ եւ հետաքրքիր խնդիրներ։ Լավ մնացեք։